Փետրվարի 25-ին համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ավտոմեքենաներից գողության 2 հաղորդում ստացվեց։ Մի դեպքում գիշերը գողացել էին Միկոյան փողոցի բակերից մեկում կայանված Մերսեդեսի լուսարձակները շրջանակներով, մյուս դեպքում դարձյալ գիշերը գողացել էին Սասնա Ծռերի փողոցում կայանված Նիվայի լուսարձակները։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Դավթաշենի համայնքային ոստիկանների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել էր հավաստի տեղեկություն գողությունը կատարողների վերաբերյալ։ Արդեն հաջորդ օրը փետրվարի 26-ին տեղեկությունն իրացնելով մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ առավոտյան ժամը 5-ին մոտ Հրաչյա Քոչարի փողոցում ձերբակալվեցին եւ Դավթաշենի բաժին ներկայացվեցին Մասիս քաղաքի բնակիչ 20-ամյա եւ Զվարթնոց տղամասի բնակիչ 27-ամյա երիտասարդները։ Ըստ ոստիկանների տեղեկության Դավթաշենում գողությունները կատարել էր 20-ամյա երիտասարդը իր ծանոթի հետ նրա Hyundai Magnich-ի մեքենայով։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ Hyundai-ին վարած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։